Շենքերի Ուրեմն շենքերում կունենք խնդիր կառուցապատողի հետ, կառուցապատողը սնանկ է ճանաչվել, հողը օտարել անօրինական ճանապարհով, որովհետև հողը պատկանել է մեր ընդհանուր նախագծով հաստատված փաթեթին, նախագծից օտարվել է այդ հողը, որի պատճառով մենք չենք կարողանում ոչ շահագործման ակտ ստանանք, ոչ սեփականության վկայականներ ստանանք։ Խնդիրը ներկայացրել ենք բոլոր պատկան մարմիններին, ոչ մի արձագանք չունենք, հինգշաբթի օրն էլ ներկայացրել ենք կառավարություն, մոտ 200-300 բնակչով այնտեղ ենք, մեզ ոչ մեկ չընդունեց։ Մենք փորձում ենք այս ճանապարհով ուշադրություն գրավենք ու փորձում ենք մեր խնդրի լուծումը այս ձև բարձրացնել։ Հիմա ձեր անունը կասեք։ Տիգրան։ Հարգելի Տիգրան ջան, ես ձեզ խնդրեմ ուղղակի մեկ գիծը բացեք, երթևեկությունը, բարև ձեզ, երթևեկությունը չխոչընդոտենք հարգելիներս։ Միգուցե շտապօգնության մեքենա կա, հրշեջ մեքենա կա ու շատ արագ պիտի հասնի։ Խնդրում եմ ձեզ մի գիծը բացեք։ Հարգելիներս, խնդրում եմ լսեք։ Մեկ գիծը բացում ենք, տղեկ ջան։ Մենք ներողություն էլի, ներողություն, ես մի բան ասեմ։ Այսինքն ոչ ժամանց, ներողություն ես ասեմ։ Մենք ալտերնատիվ ճանապարհներ թողել ենք։ Մենք այնպես չի որ անենց ենք անենց փակել, որ այդ ձեր ասած շտապօգնության կամ հրշեջ մեքենաները չկարողանան երթևեկեն։ Ալտերնատիվ ճանապարհները կա, մենք այդ հասկացողություն ունենք, մենք չենք խոչընդոտել այդ ալտերնատիվ ճանապարհներն չենք փակել։ Տիգրան Պետրոսյանով ճանապարհը կա, այս բակային տարածքներով ճանապարհները կա, մենք չենք փակել դա։ Իսկ ուրիշ միջոցներ փորձել եք, ինչ որ միջոցներ ձեռնարկեք։ Ցավը տանեմ։ Կառուցապատողի հետ զրույցներ, խոսակցություններ։ 5 շաբթի օրը դուք կառուցապատող եք ասում, մենք 5 շաբթի օրը կառավարությունում ենք եղել։ Կառավարությունը թքած ունի մեր վրա, մեր խնդիրների վրա թքած ունի, հասկանում եք։ Մենք էլ ուրիշ միջոց չունենք պայքարելու։ Մենք 3 տարի այս խնդրին բախվել ենք, վերջի անցյալ տարվա սեպտեմբերից սկսած փորձել ենք քաղաքակիրթ եւ իրավական մեխանիզմներ օգտագործելով մեր խնդրի տեղ հասցնենք ու այդ խնդրին լուծում ստանանք։ Դիմումները գրել ենք վարչապետին էլ, դատախազին էլ, քննչական կոմիտեի նախագահին էլ, քաղաքապետին էլ, բոլորին դիմումները գրել ենք։ Գնացել ենք կառավարություն 2 անգամ, մեզ ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Հայաստան Հանրապետության քաղաքացիները լքված են մեր պետության կողմից։ Մեզ ուրիշ ճար չի մնում, որ պայքարի այս ծայրահեղ տարբերակին ենք անցել։ Լավ, հիմա Այսինքն մենք սպառել ենք բոլոր այն միջոցները, ինչի մասին որ դուք ասում եք, հա, որ պայքարի այլ տարբերակներ կա։ Մենք սպառել ենք դա արդեն։ Հասկանում եք։ իհարկե հասկանում։ Դրա համար մենք չունենք էլ ուրիշ պայքարելու, ասենք, այլ լծակներ չունենք։ Ոնց դիմեմ ձեզ։ Հայկա իմ անունը։ Հայկ ջան, մեր քաղաքացին հայտնեց, որ 10 րոպե ժամանակ է մնացել, չէ՞։ 10 րոպե ժամանակ, հարգելիս, Հայկ ջան, ներողություն էլի։ Հիմա լսեք, 10 րոպե ժամանակ, որ դուք ասում եք, որ մնացել է, հիմա ուշադրությունը արդենից գրավել եք, չէ՞ ժողովուրդ։ Տեսեք, նայեք։ 4000 բնակիչը։ Մի հատ լավ յուղի բնակչություն։ Հիմա 4000 բնակչին կարելի է ոտնահարել իրավունքները։ Իհարկե ոչ։ Կարելի է նեղություն տալ առնվազն 3 տարուց ավել, իսկ այդ բնակիչը սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներից իրավունք չունի օգտվի։ Իրավունք չունի խաղաղ բողոքի ակցիա իրականացնի, իրավունք չունի իր խնդիրը բարձրաձայնի։ Մեկ վարքյան ներողություն։ Իրավունք չունեն ճանապարհ փակել։ Կներեք